Ֆիզիկան այն գիտությունն է, որը ուսումնասիրում է բնության օրենքները և մեր շրջապատող աշխարհի երևույթները։ Ֆիզիկան մեզ օգնում է հասկանալ, թե ինչպես են գործում տարբեր ուժեր, ինչպես են շարժվում առարկաները, ինչպես է տարածվում լույսը և ձայնը։ Առանց ֆիզիկայի գիտելիքների անհնար կլիներ բացատրել մեր առօրյա կյանքի շատ երևույթներ, սկսած արևի ջերմությունից մինչև էլեկտրականության օգտագործումը։ Ֆիզիկան կարևոր դեր ունի տեխնոլոգիայի զարգացման մեջ։ Ժամանակակից սարքերը, հեռախոսները, համակարգիչները, հեռուստացույցները, տիեզերանավերը և բժշկական սարքավորումները ստեղծվել են ֆիզիկայի օրենքների հիման վրա։ Ֆիզիկան ոչ միայն գիտություն է, այլ մի հիմք, որի վրա կառուցվում է ժամանակակից մարդկային քաղաքակրթությունը։ Ֆիզիկան մեր ամենօրյա կյանքի մի մասն է։ Երբ միացնում ենք լույսը, օգտագործում ենք հեռախոսը, հեռուստացույցը կամ համակարգիչը, այդ ամենը հնարավոր է դառնում ֆիզիկայի օրենքների շնորհիվ։ Միջնադարից հետո գիտության արագ զարգացմամբ ֆիզիկան ստացավ փորձարարական բնույթ։ Գալիլեո Գալիլեյը, Իսաակ Նյուտոնը և մյուս մեծ գիտնականները ձևակերպեցին հիմնական օրենքներ, որոնք բացատրեցին մարմինների շարժումը, ձգողականությունը և ուժերի ազդեցությունը։ Դա հեղափոխություն էր գիտության մեջ, որովհետև ֆիզիկան դարձավ ոչ միայն տեսական, այլև կիրառական գիտություն։ Ժամանակի ընթացքում ֆիզիկան զարգացավ տարբեր ուղղություններով՝ մեխանիկա, ջերմադինամիկա, էլեկտրամագնիսականություն, օպտիկա և այլն։ 20-րդ դարից մինչև այսօր Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան փոխեցին մեր պատկերացումը տիեզերքի մասին։ Այս բացահայտումները հնարավորություն տվեցին ստեղծել համակարգիչներ, լազերներ, բջջային կապ և ատոմային էներգիա։ Այսպիսով ֆիզիկան անցել է երկար ճանապարհ՝ պարզ դիտարկումներից մինչև բարձր տեխնոլոգիաներ։ Այն եղել է և կմնա մարդկության առաջընթացի շարժիչ ուժը, միավորում անցյալի գիտելիքն ու ապագայի նորարարությունը։